սուտ, շինծու հայտարարությունները, այսպես կոչված ընտրակաշառքներ կամ չգիտեմ, հա, օրինազանություններ, դա իբր ընդդիմությունն է դա արել, դա ուներ միայն մեկ նպատակ, որ այս օրով իրենք ինչ-որ մի ձև փորձեն հավասարակշռեն, որովհետև իրենց կողմից արված խախտումները ակնհայտ են, իսկ ընդդիմությանը վերագրվող իբր, հա, խախտումներ իրենք հələ ասես պետք է քննության առարկա լինեն եւ այլն դատեր, այսինքն մենք չունենք փաստագրական ոչ մի տվյալ բացի ապօրինի, հա, հրապարակված տարատեսակ, չգիտեմ, ձայնագրությունների եւ այլն։ Պարոն Աբովյան, ներողություն, վարչական դատարանը հայտնել է, որ մերժել է Վարդավաճի Այո, սակայն միևնույն ժամանակ դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում եւ վերակարգություն նշանակելու անհրաժեշտություն, սա ինչ է նշանակում։ Դե ես հույս ունեմ, որ առհասարակ յուրաքանչյուր գործընթացը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը անելու է, լինելու է կրկին, հա, օրենքի շրջանակներում, ինչ վերաբերում է անցած դատերին, ապա դուք հարգելի գործընկերներ ուղիղ եթերով տեսնում եք, թե ինչպես փաստաբանները եւ երրորդ կողմի ներկայացուցիչները, մասնավորապես Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները, Արծվիկ Մինասյան, Արամը Վարդևանյան, մեր փաստաբանները ուղղակի ոչնչացրեցին այն հիմքերը, հա, համաձայն որի ըստ մեզ ապօրինի որոշում էր ընդունվել չեղարկել երկու ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրությունները ի վերջո, եթե իրենք այդ իրար հակասող, հա, որովհետև սկզբից իրանք հաստատում են այդ ընտրությունները, հետո զգում են, որ չէ, Բարգավաճը անցնում է, չեղարկում են եւ մենք ըստ էության ունենում ենք մի իրավիճակ, երբ որ Բարգավաճա ցավ են կպած այս իշխանությունները եւ այս իշխանությունների ցավով եմ արձանագրում, հա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է մի որոշում, որը ոչ մի կրկնում եմ, իրավական, ոչ մի շոր հիմքեր չունի։ Տեսնենք ինչպես կշարժվեն իրադարձությունները, համենայն դեպս մենք պետք է հասկանանք, հարգելիներս, եւս մեկ անգամ կրկնում եմ, սա առանձին Բարգավաճ Հայաստան կուսակցության պայքարը չէ, որ անցնենք պարլամենտ։ Դա ենթախնդիր է, կարևորագույն խնդիր է, պաշտպանել, թույլ չտալ, որ ավազակագողություն լինի մարդկանց իրավունքի, նույնիսկ այն մարդկանց, ովքեր միգուցե մեզ հետ համաձայն չեն, հասկանում եք, որովհետև սա որակավորումները կարծում եմ իրավապաշտպանները կտան ինչ է, բայց դրա հետ մեկտեղ էլ կցանկանայի, որ այս բոլոր գործընթացներին, ալճիշտ եկեք զարմանքով արձանագրենք, որ այսպես կոչված առաջադեմ պետության ներկայացուցիչները կամ դիտորդական առաքելությունները պատշաճ ձևով չեն արձագանքում այն խուլիգանությանը, որը տեղի ունենում, որը ոտնահարում է կարևորագույնը, ժողովրդավարությունը։ Ժողովրդավարություն ղժալով հերանիծեցին այս երկրի, իսկ հիմա երբ որ ակնհայտ, ուղիղ, բաց, առանց ոչ մի ինչ-որ այլևայլությունների ունենք բազմաթիվ փաստեր իշխանության կողմից ուղղակի ընտրական process-ի ջախջախման, հա, պարագայում ձենները փորներից դուրս չի գալի։ Պարոն Աբովյան, հիմա այդ երկու պատերազմասերում ընտրությունները իմպերատիվ բնույթ են կրում, թե կամայական սկզբունքով է որոշվել լինի, թե չի, ինչ ասենք։ Տեսեք, ախր կամայական որոշումը չի կարող լինել շատ պարզ պատճառով, որովհետև եթե նույնիսկ ենթադրենք, չնայած դա այդպես չի, բայց եթե ենթադրենք, որ կային հիմքեր չեղարկել, չնայած կրկնեմ, դա այդպես չի, բայց եկեք հա աննորմալության կամ չնայած հիմա երկրում ամեն կանխավարկածնել աննորմալության։ Հա, ընտրական օրենսգիրքը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ասում է հետեւյալը. ոչ ոք իրավունք չունի զրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն քվեարկելու եւ իր քվեին տեր կանգնելու իրավունքից, վերջ։ Սա է սահմանադրական հիմքը բոլոր որոշումների։ Ընդդիմությունը մանդատները վերցնելու է։ Ես չեմ կարող ընդդիմության համար ինչ-որ բան խոսել եւ այս պարագայում հիմա մանդատների մասին անգամ խոսք չի գնում։ Հիմա գնում է խոսքը ընդամենը մարդկանց քվեի պաշտպանման։ Ես հասկանում եմ ենթատեքստը, որ ասում է, կարծում եմ առայժմ վաղ է այս թեմայի շուրջ խոսել, տեսնենք ինչպես զարգացումները կշարժվեն եւ ես ընդդիմության, հա, ողջ ընդդիմության համար պատասխանատու չեմ կարող լինել, չնայած դրան կարելի է արձանագրել, որ
ամբողջ իրական ընդդիմությունը կիսում է Բարգավաճ Հայաստան կուսակցության գիտեք մտահոգություն բառը նույնիսկ չի սազում, այնինչ արեցին պարզապես մի քաղաքական ուժի հետ եւ բազմաթիվ հայտարարությունների համաձայն այսօր այստեղ հավաքվելու են ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության համակիրները, ներկայացուցիչները, կուսակցականները, մեր քույրեր եւ եղբայրները, այլ նաեւ գրեթե հայկական իրական կրկնում եմ, իրական ոչ թե Նիկոլի ջեբի, ոչ թե գրպանի, այլ ջեբի, հա, ընդդիմությունը, այլ իրական ընդդիմությունը, որը այո շատ լավ հասկանում է, որ այստեղ ոչ թե լուծվում է Բարգավաճի 10, 20, 30, 50 ձենի պատմությունը, այստեղ լուծվում է առհասարակ։ Մենք դեպի ուր ենք շարժվում, հետևաբար մենք ես նկատում եմ երկիրը։ Հետևաբար, եթե երկիրը շարժվում է այն ճանապարհով, որը փորձում են մարդկանց վզին փաթաթել այս իշխանությունները, ապա Պարոն Աբովյան, ընդդիմությունները եւ ԲՀԿ-ն հիմա պայքարում են, որպեսզի ձայները ԲՀԿ-ի տան, չէ, ինչպես դուք եք ասում, եւ հաշվարկի արդյունքում այնքան ձայն լինի, որ կարողանա ԲՀԿ-ն հայտնվել խորհրդարանում։ Դրա պայքարն է, չէ՞։ ԲՀԿ-ն պայքարում է միայն եւ միայն մեր ընտրող քաղաքացիների ձայների պաշտպանման համար։ Հետևաբար, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մեր քաղաքացիների քվեն ավելի քան բավականացնում է, որ Բարգավաճ Հայաստանը հայտնվի պարլամենտում, բայց փիլիսոփայությունը այս ամեն ինչի ուզում եմ մենք հստակ հասկանանք։ Հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու յուրաքանչյուր քվեն պետք է պաշտպանվի։ Եթե չպաշտպանվեց, եթե այս խուժանությունը, որին մենք ականատես ենք, որովհետև մենակ Բարգավաճի շուրջ չի, չէ, գործընթացները, առհասարակ Հայաստանի Հանրապետության գործընթացների ներքո է։ Ինչ կշահի ընդդիմությունը վերցնելով մանդատները։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության ժողովրդի այն մասը, որը ընտրել է ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, ինչ է շահելու։ Ես առայժմ զերծ կմնամ հասկանալի պատճառներով։ Քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, պարոն Աբովյան։ Հա, որպես քաղաքական ուժի, տեսեք, որպես քաղաքական ուժ, չէ, ուզում եք դուք խոսացեք, ես գնամ։ Ես ուզում եմ, որ զերծ չմնաք, մեկնաբանեք, մարդիկ լսեն։ Տեսեք, մարդիկ միջև մեկնաբանելը, չէ, առհասարակ երբ որ մարդ ինչ-որ գործողություն է կատարում, գաղտնիք եմ բացում, Լիա ջան, տեսեք, երբ որ մարդ գործողություն է կատարում, սկզբից որոշակի ենթագործողություններ է, հետո չի կարելի օրինակ ինչ-որ մի գործողության մասին խոսել, երբ որ հիմքում այդ գործողության առայժմ ոչ մի բան չկա, եկեք սպասենք, տեսնենք ինչ է լինում, համաձայն այդ նորմալ եմ, չէ՞ բացատրում, համաձայն այդ մեր տեսածի արդեն ընդդիմությունը, նաև Բարգավաճ Հայաստանը իր հետևությունները կանի եւ բնականաբար այդ ձեր հնչեցած հարցերի պատասխանը կտա։ Այսինքն մենք առանք այսօր խոսանք ինչ կլինի օրինակ եթե սենս լինի, հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ որ եթեներով հենց հիմա այս րոպեին, այսօր խոսալ չի կարելի։ Ձեր կարծիքով ինչու այս փուլում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց։ Շատ բարձ պատճառով սա ուղղակի անթակույց ճնշում է, որի մասին նույն Փաշինյան Նիկոլը Բաղրավոտից երեկո խոսում է եւ չի էլ թաքցնում, որ ճնշումների միակ նպատակը դա նեյտրալիզացնել հայամետ ուժերը, կոպիտ ասած, որ իրանք հանգիստ գնան, իրանք թուրքերը, ադրբեջանցիների հետ իրանք հարցերը լուծեն։ Սա է, եթե սա շատ հա տնավարի բացատրեն։ Որում այսօր ասել է հացին կակա են ասելու, այսինքն ձեր ուժի ղեկավարը եւ ես Թույլ տվեք, ես չմեկնաբանեմ Հայաստանի Հանրապետության այս կամ այլ քաղաքացու, հա, խոսքերը, որոնք իրենց մեջ վիրավորական կոնտեքստ են պարունակում։ Եկեք անենք հետևություն, ըստ էության իշխանությունը չունի ասելիք, բացի ռեպրեսիվ ապարատը միացնելու, այսինքն ոչ թե կառուցողական դաշտում, այլ հայանպաստ դաշտում այս իշխանությունը անելիք չունի, որովհետև եթե ինքը անելիք ունենար, ինքը մի քիչ չափավոր կխոսեր եւ նվազագույնը կհարգեր գոնե իր ընտրազանգվածին, չնետելով մարդկանց քաղաքացիներին իրականում հակամարտության մեջ, որովհետև սրանով ինքը իր համակիրներին, սենց ասենք, հա, ոնց որ սենց նախապատրաստում է, ես չգիտեմ ինչի է նախապատրաստում, բայց նախապատրաստում է ինչ-որ վատ քայլերի։ Ես մի բան ասեմ եւ վստահաբար կարող եմ պնդել, որ իշխանությունը չունի ասելիք Հայաստանի ժողովրդին
Իշխանությունը չունի ասելիք Հայաստանի Հանրապետությանը, իշխանությունը ունի միայն կատարելիք ինչ-որ գործողություններ կամ հրահանգներ, միգուցե չգիտեմ, որը ինքը ստացել է արտաքին ուժերի կողմից եւ որում ինքը ըստ էության մեղադրում է ընդդիմությանը։ Այսինքն այնինչ իրանք անում են, հա, իրանք մեղադրում են ընդդիմությանը եւ սա իմիջիալոց ասեմ մանիպուլատիվ գիտություն կա, չէ՞, soft power-ը, փափուկ ուժը։ Այնտեղ կա հետեւյալ մի դրույթ, որ եթե ուզում ես խուսափես պատասխանատվությունից, այն գլխից մեղադրի քո օպոնենտին այն հանցագործությունների մեջ, ինչը դու պատրաստվում ես անել, ինչը մենք հիմա ակնհայտ տեսնում ենք։ Պարոն Աբովյանը հրապարակեց ԿՀ-ն նաև վերահաշվարկի արդյունքները եւ տեսանք, որ ԲՀԿ-ի օգտին 100-ից ավել ձայն ավելացավ, դա եւս պատկերը չփոխվեց։ Տեսեք, իրենք շատ լավ գիտեին, որ 147, եթե չեմ սխալվում, ձայներով ավելի է բարձրանում եւ այս պարագայում Բարգավաճ Հայաստանը անցնում է, ինչ արեցին, իրենց բարեկամ, ժողովրդի լեզվով ասած ափալ-թափալ, դե տենց եմ ասում, որ ավելի լավ հասկանան, էլի իրանք, ափալ-թափալ տենց հավաքվեցին ու որոշեցին շուտ էլի ձայները նվազեցնել։ Սա ակնհայտ է, ախր հասկանում եք, մենք ոչ մի ինչ-որ տակից բան չկա, ինքը բացահայտ, ակնհայտ, ուղիղ պրոցես է, մենք փորձում ենք ինչ-որ ենթատեքստեր գտնել, բաներ տակիս, չէ Ժորժ ջան, չկա ենթատեքստ։ Այս մարդիկ կոպիտ ասած կացինը առած մուրճել չի, կացինը, իրանց բարեկամ եղբայրների սիրած զենքն է։ Կացինը առած ուղակի կացնահարում են ամբողջ նույնիսկ ժողովրդավարության նշույլները եւ անհամաձայններին։ Մի հարց ունեմ ես իշխանություններին։ Հիմա ինչ, այն մարդիկ, ովքեր ձեզ հետ համաձայն չեն, հայ ժողովուրդը չեն, այսինքն իրենք ընկալում են հայ ժողովուրդը միայն այն մարդկանց, ովքեր իրանց հետ համաձայն են։ Ունեն վատ նորություն իրանց համար։ Իրանց հետ շատ քիչ մարդ է համաձայն, նույնիսկ այն մարդիկ, ում այս կամ այն եղանակով տարել էին ընտրության։ Շնորհակալություն։